Ստեփան Ղամբարյանի և Անի Ամիրյանի ամուսնությունը տարիներ շարունակ թվում էր ամուր ու կայուն, իսկ բաժանության լուրը շատերի համար դարձավ անսպասելի։ Իրականում այս որոշման հիմքում տարիների լռությամբ կուտակված անհասկացողություններն էին, որոնք պարզապես ժամանակի հարց էր, որ բարձրաձայնվեն։ Քովիդը շատ ընտանիքների համար դարձավ փորձության շրջան, և մենք էլ բացառություն չեղանք։ Ես տեսնում էի, որքան դժվար էր Ստեփանի համար տանը մնալը։ Նա միշտ շարժման մեջ էր, դրսում, իր աշխարհում։ Եթե հաշվում էին գիշերային քունը հանած, երևի ընդամենը 1 ժամ էր լինում, որ իրոք ներկա էր տանը։ Բայց այդ ժամանակ, երբ բոլորս պետք է փակված մնայինք 4 պատերի մեջ, մեր հարաբերություններում լարում սկսվեց։ Սկսվեց մի փուլ, երբ մեր ընտանիքն այլևս այն հենարանը չէր, ինչ եղել էր տարիներ շարունակ։ Այդ ծանր օրերից հետո ես որոշեցի Մարթայի հետ առանձնանալ իմ տուն, թեկուզ մի քիչ հոգեպես վերականգնվելու համար։ Մենք դեռ ամուսնալուծված չէինք, դեռ ընտանիք էինք համարվում, բայց արդեն ապրում էինք առանձին։ Մտքումս անընդհատ փնտրում էի ինչպես փրկել մեր ընտանիքը։ Կհիշեմ այդ օրերն ու կասեմ, չեմ էլ թաքցնում, որ մտածել եմ բաժանվելու մասին, բայց 10 տարվա համատեղ ուղին չի ջնջվում մի մտքով, դա պատասխանատվություն էր, ամուր հիշողություններ, կենսագրություն։ Եվ հետո մի օր Ստեփանը եկավ ու ասաց, որ այլևս չի ուզում շարունակել այս կյանքը, չի ուզում կրել հավատարիմ ամուսնու դիմակը։ Այդ խոսքերի պահը եղավ այն վայրկյանը, երբ զգացի հողը փախավ ոտքերիս տակից։ Իմ մտքում դեռ պայքար էր, բայց խաղի կանոնները փոխվել էին, նա որոշեց և իր, և իմ փոխարեն։ Այժմ ժամանակի հեռվից նայելով հասկանում եմ, նա կատարեց մի ծանր, բայց ճիշտ քայլ։ Նա վերցրեց ողջ պատասխանատվությունն իր ուսերին, ինձ ազատելով։ Այո, շատ բան կոտրվեց ի մեջ, շատ բան ջնջվեց, ես ընկա, բայց հետո վերականգնվեցի։ Վերածնվեցի մոխրից, նորից սկսելով զրոյից։ Եվ այսօր, երբ վերանայում եմ ամեն ինչ, զգում եմ շնորհակալություն, որովհետև այն ինքնուրույնությունը, որ այսօր ունեմ, ժամանակին չունեի, իսկ դա Ստեփանն էր, ով թեկուզ անուղղակի ինձ այն տվեց։ Նշենք, որ դեռևս 2021 թվականին համացանցում լուրեր տարածվեցին, թե դերասան Ստեփան Ղամբարյանն ու Անի Ամիրյանն ամուսնալուծվել էր։ Առիթը դարձել էր, որ այդ շրջանում զույգի սոցցանցային էջերում համատեղ լուսանկարները բացակայում էին, բայց ուշադրությունը գրավել էր Անիի դրական արձագանքը գրող Մհեր Արշակյանի այն մտքին, որ կինն ուժեղ է, երբ չի սիրում։ Ստեփան Ղամբարյանն ու Անի Ամիրյանն ամուսնացել են 2011 թվականին Արամոյի և Էմմա Պետրոսյանի քավորությամբ, զույգը համատեղ 1 դուստր ունի՝ Մարթան։ Նշենք, որ Անին սովորել, այնուհետև աշխատել է Երգի պետական թատրոնում։ Ինչ տվեց ձեզ այն հարցին իրավունք.com-ին Անին պատասխանել է. Սովորել և դասավանդել եմ ոչ միայն Երգի թատրոնում, իմ հիմնական աշխատանքը եղել է Հայաստանի Հանրապետության Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժնում որպես դերասանի վարպետության դասախոս։ 2006-ից մինչև 2021 թվականը համատեղությամբ դասավանդել եմ նաև Երգի թատրոնում, ինչ խոսք, հրաշալի տարիներ էին։ Ինչու հրաժարվեցիք երգելուց։ Ժամանակ կար, երբ համերգներն ու բեմից երգելու առիթները շատ էին։ Տարիների հետ այդ բեմը փոխարինվեց ռեստորանի բեմով ու ես պարզապես չցանկացա երգել ռեստորանում։ Թեև ոչ մի վատ բան չեմ տեսնում ռեստորանում երգելու մեջ, բայց ես այդպես չէի պատկերացնում երգարվեստը։ Հիմա կրկին երգում եմ, բայց ոչ բեմից։ Տանը համեղ բաներ պատրաստելիս ես միշտ երգում եմ։ Չեք կարոտում Երգի պետական թատրոնը։ Առհասարակ կարոտում եմ այն տարիները, երբ երգում էի, դասավանդում, ունեի շատ ուսանողներ, ստեղծագործական բուռն եռուզեռի մեջ էի, բայց հիմա ավելի հանգիստ ու երջանիկ եմ։ Ըստ ձեզ, հասարակությունը հիմնականում երիտասարդությունը ինչպիսի երաժշտություն է նախընտրում այսօր։ Կդժվարանամ պատասխանել, երևի ավելի շատ թեթև, կարճ տևողությամբ երգերն են հիմա ակտուալ։ Երգիչների պակաս չունենք, սակայն որակը բավականին կաղում է։ Ինչու՞։ Կաղում է, քանի որ կրթությունն այլևս կարևոր չեն համարում, առանց համապատասխան կրթության երգում են ինքնահռչակվում երգիչ կամ երգչուհի։ Ձեր դուստրը կզբաղվի երգով, թե կնախընտրի այլ ոլորտ։ Իմ դուստրն արվեստ շատ է սիրում, բայց չեմ կարծում, որ երբևէ ցանկություն հայտնի երգել, քանի որ չեմ նկատել հատուկ սեր երգարվեստի նկատմամբ, ավելի շատ ճշգրիտ գիտություններ է սիրում, իր սիրելի առարկան մաթեմատիկան է։
Երգչուհուց դիմահարդար անցումն ինչով էր պայմանավորված։ Երգչուհուց կոսմետոլոգիա անցումը և պատահական էր, և ոչ պատահական։ Հավանաբար ի վերուստ առհասարակ կյանքը փոխելու միտում ուներ, մասնագիտություն փոխելու հետ մեկտեղ փոխվեց ամբողջ կյանքս։ Ես պարզապես սովորեցի մի արդի մասնագիտություն այն պատճառով, որ եթե հայտնվեմ ինչ-ինչ պատճառներով երկրի սահմաններից դուրս, ունենամ մի մասնագիտություն, որն ինձ գումար կբերի։ Այդ մտքով գնացի, սովորեցի ու դա դարձավ իմ մշտական մասնագիտությունը։ Եթե ժամանակը հետ տալու հնարավորություն ունենայիք, ինչ կփոխեիք կամ արդյոք կփոխեիք, ոչինչ չէի փոխի, ոչ մի դետալ, ու գիտակցում եմ, որ եթե որևէ բան փոխել կարողանայի, չէի լինի այնպիսին, ինչպիսին կամ։ Իմ կյանքի թե դժվարությունները և թե երջանիկ պահերն են ինձ թրծել, կերտել, դարձրել այնպիսին, ինչպիսին հիմա կամ։ Հետևաբար գնահատում, սիրում և վայելում եմ կյանքիս ամեն րոպեն և շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Մեր ընթերցողներին որպես երգիչ և դասախոս ինչպիսի խորհուրդ կտաք։ Խորհուրդ չեմ սիրում տալ, կցանկանամ խնդրել, որ միշտ սովորեն։ Կյանքը հավերժ դպրոց է, սովորում, քննություն ենք հանձնում, տեղափոխվում կամ մնում ենք նույն դասարանում, բայց ի վերջո սովորում ու տեղափոխվում ենք մի դասարան բարձր, այնպես որ սովորել, սովորել և կրկին սովորել։